Մոդուլային մանկապարտեզների ֆոնին էականորեն տարբերվող է Ջրառատի պարտեզը։ 80-ականներին կառուցված երկհարկանի քարե շենքը հիմնանորոգումից հետո ևս 25-ից 30 տարի կծառայի փոքրիկներին։ Սա Արմավիրի մարզում վերաբացված հերթական նախակրթական հաստատությունն է ջեռուցման համակարգով տաք ու սառը ջրով, լայն ու լուսավոր խմբասենյակներով։ Որոնք որ մոդուլային են, դրանք նման են իրար, կախված թողունակությունից, այսինքն քանի երեխայի համար է նախատեսված, տիպային նախագծեր են։ Իսկ որոնք որ նախկինում գործող մանկապարտեզներ են եղել, դրանք հիմնանորոգվում կամ վերանորոգվում են, դրանք արդեն տարբեր նախագծային տեսքեր ունեն։ Մանկապարտեզները կառավարության կողմից եւ համայնքների համար առաջնահերթ լուծելու խնդիրների շարքին է դասված եւ սա միակ ծրագիրն է, որ ամենամեծ մասնաբաժինն է կառավարությունը տալիս գումարի արժեքի 70%-ը։ Հիմնանորոգումը սկսել են 2022 թվականին, բացի հիմնական պատերից մնացածը քանդել, հողին են հավասարեցել եւ նորը կառուցել։ Շինության պայմանները թույլ են տվել առանցին հանդիսությունների սրահ եւ մարզադահլիճ նախագծել եւ լվացքատուն ավելացնել։ Մինչ 2022 թվականը շենքը գործում էր մասնակի, հիմա հիմնանորոգումից հետո արդեն լրիվ ամբողջական շենքը կհանձնվի շահագործման։ 3 խմբով է նախատեսված 90 սանի համար։ Երրորդ խումբը փոքրինչ ուշ կբացվի, 17 հոգանոց աշխատակազմը կհամալրվի ևս 2-ով նորաբաց խումբը սպասարկելու համար։ Պարտեզի վերաբացմանը անհամբեր են սպասել հատկապես ծնողները։ Նոր միջավայրն ու հասակակիցների հետ շփումը կօգնեն, որ երեխաները կտրվեն հեռախոսներից ու գadgetներից։ Մանկապարտեզ հաճախելը շատ ճիշտ է, որ երեխան հաճախի երեխաների հետ նստել, կանգնել, սովորի ինքնուրույն արդեն աշխատի, դպրոց գնալուց իր համար ավելի հեշտ կլինի, որ ինքը արդեն ինքնուրույն գնա դասի։ Ջրառատի պարտեզը հիմնանորոգվել է պետություն համայնք համաֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը 188 միլիոն դրամ է, պետությունն ֆինանսավորել է 70%-ը։ Գործադիրը նաև դաշնամուր է խոստացել երաժշտական սենյակի համար։ Մանկապարտեզի գույքը, անկողնային պարագաներ եւ ուսումնական նյութերը ևս պետական ֆինանսավորմամբ են ձեռք բերել։ Ամեն ինչ այնքան լավ է, դեռ այդպես, չգիտեմ, պակաս ոչ մի բան դեռ չենք նկատել։ Մենք ավելի շատ գույք ունենք աշխատելու հետ կապված, ավելի նոր դիդակտիկ նյութեր ունենք, պայմաններն ամեն ինչ ավելի շատ լավացել է։ Բավականին հեշտացել է խոհանոցի աշխատողների գործը, կարտոֆիլն այլևս ձեռքով չեն մաքրի, բլիթների խմորը հունցելու համար երկար չեն տանջվի։ Խմորիչը, այդ կարտոֆիլ մաքրելունը, մեր սալատները կտրատելունը, ահագին հեշտացվել է գործը ու շատ լավ պայմաններ է։ 2021 թվականից մինչև օրս մարզում 18 մանկապարտեզ արդեն վերաբացվել է։ Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 12-ը։ Դրանք կառուցվել, վերակառուցվել կամ հիմնանորոգվել են սուբվենցիոն կամ պետական այլ ծրագրերով։ Ջրառատի պարտեզն օրինակ Արաքս խոշորացված համայնքում վերաբացված 10-րդ հաստատությունն է։ Այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում համայնքի ևս 2 գյուղի մանկապարտեզում։ Եվս 2 մանկապարտեզ կբացենք, Մեծամոր գյուղի մանկապարտեզը եւ Խորոն գյուղի մանկապարտեզը կապիտալ վերանորոգված։ Այս տարի 13 բնակավայր ունենալ ենք 13 մանկապարտեզ։ Ջրառատում եւ հարևան Ջրարփյուում նաեւ դպրոցներ են կառուցում։ Դպրոցաշինության թեմայով Հայկաշենում 2 լսում արդեն կայացել է։ Առջևում Արաքսի լսումներն են։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։